ավոր արիթմն է, որ դերևս զանոթացնենք մեր կորձը, որ օրինք անցյալ դարի 25 թիվը վերջացավ, մինչև որ նոր դարին սկսի, կարևոր է, որ դերևս այդ ժամացությունը, որ ունենք միասին, ամեն դարի կարողանանք շարունակել այդ ծևով, որովհետև այս կորձը շատ կարևոր է, որ տապանցի գլանք, ինչ որ մենք գնենք հայ ժողովրդի փողն է, ուրեմն նորմալ բան է, որ մենք ալ բացատրենք ինչ գործերինք, ինչ ծևի ներդրումներ արինք եւ ինչ բերավ այդ ֆոնդերուն համար։ Ուրեմն եթե համաձայնենք, կորնանք այդ միտինգը ամեն տարի տրադիցիոնալ միտինգ դառնա, որ անցիբինք ամեն տարի։ Ուրեմն դերևս կորնանք մինչև որ հարցերը դակ, նորեն քիչ ներկայացնենք մեր ֆոնդերու մասին, մեր պատմությունը, կորնանք դերևս կսի որ իշեցնենք մեր պատմությունը Ամունդի Ակբար ընկերությունը, ուրեմն գիտեք որ Ամունդի Ակբար ֆրանսիական հայկական ընկերություն մնե, ըստեղ կտեսնեք մեր շահորդողները ուրեմն 51% Ամունդի ֆրանսիական ընկերությունը, 49% Ակբար բանկ, ուրեմն Ակբար բանկը կարծեմ որ փորնար ցանոթեք, պետքություն ունիմ ներկայացնելու համար։ Ամունդի Ակբարն ուրեմն 13 թիվը սկսեց աշխատել Հայաստան, ով 750 ջիբջիշ 750 միլիարդ դրամ գողեկավարենք այդ ժամանակին, դարին կոչեցինք այդ թիվով։ Եվ ինչպես կտեսնեք, արդեն շատ արագ կաճի, կովը կտեսնենք, որ 25 թիվը կոչեցինք 558,000 մասնագիտ մեր մոդը աշիվ պատին, ուրեմն այս թիվը ամեն տարի, ինչպես կտեսնենք, շատ կաճի եւ նորեն գուսանք որ պիտի աճի, պիտի շարունակվի։ Եվ դերևս խոսքը եմ Ամունդի մասին, որ եթե գոնանք անցնել մյուս սլայդը, մերսի։ Ամունդին ուրեմն ֆրանսիական ընկերություն մնե, որ գոբատկանի Crédit Agricole Bank 70%, Ամունդին ուրեմն ամբողջ աշխարհը աշխատի։ Գտեսնենք 35 երկրի մեջ Ամունդին գա, եւ այդ մեր երկրի մեջը Հայաստանը գա անշուշտ։ Եվ գոնանք ասել այդ քանի մոտիվ, որ շատ ճիպչոլա, բայց կոնե ասկոնակ ինչ Ամունդին օկտեմբեր սեպտեմբերին էր 2 տրիլիարդ 320 միլիարդ եվրո, donc 2.3 տրիլիարդ եվրո ամբողջ աշխարհը Ամունդին գողեկավար է, վերջի թիվը այսալ դու ստացանք, դարին կոչեցինք ուրեմն կմոդենա 2.4 տրիլիարդ եվրո, կմոդենա 2 տրիլիարդ 382 միլիարդ, բայց կմոդենա ասենք 2.4 տրիլիոն եվրո ամբողջ աշխարհը, այդ թիվը գնե որ Ամունդին առաջի դեր ունի Եվրոպայի առաջի asset manager-ն է եւ աշխարհի top 10-ի մեջ ենք։ Թիվերը ուրեմն դերևս կարևոր է որ միտքը մնա։ Ուրեմն հիմա դերևս ավելի դետայլներու մեջ կգնանք մտնալ մեր ներդրումի մասին, ուրեմն գուզեի փոխանցել խոսքը մեր CIO, fund manager CIO, արդերևս գտակմանեք հայերեն, կներեք եթե անգլերեն բարը գօգտագործեմ, բայց դերևս սրայերը կորնա թարգմանել ավելի լավ կընծինձի եւ կներկայացնեմ մեր թիվերը եւ ներդրումները։ Ես էլ եմ ողջունում բոլորիդ, շնորհակալություն ես հնարավորության համար։ CIO գլխավոր ներդրումային տնօրեն։ Հիմա փորձենք խոսել ֆոնդերի մասին, ինչ ցուցանիշներ են գրանցել մեր կողմից կառավարվող 3 ֆոնդերը։ 25 թվականի վերջում, ինչպես Հովիկը նշեց, ֆոնդերի 3 ֆոնդերի ընդհանուր ակտիվների գումարը կազմել է 750 միլիարդ դրամ։ Տարվա ընթացքում միայն 25 թվականին ֆոնդերը աճել են 185 միլիարդ դրամով, որից 75 միլիարդը եկամուտն է եղել, միայն 25-ի համար 110 միլիարդը կൂട്ടակային հատկացումները։ Այսինքն 25-ի աճի 40%-ը եղել է ձևավորվել է եկամտի հաշվին։ Ընդհանուր եթե դինամիկայի մեջ նայենք, միջին տարեկան աճը վերջի մի քանի տարիների համար ակտիվների կազմել է ավելի քան 30%, ու եթե կൂട്ടակային նայենք, դրա 26%-ը 750 միլիարդի 26%-ը կամ 195 միլիարդ դրամը 25-ի վերջով ինչ ունենք, դա գոյացել է կառավարման արդյունքում։ Ունենք 558,000 մասնակիցներ 25 թվականի վերջի դրությամբ Ամունդի Ակբարի 3 ֆոնդերում միասին վերցրած։ Հիմա եթե առանձին խոսենք 25-ին ինչ արվել կենսաթոշակային ֆոնդերի համար,
կենտրոնանալով հայաստանյան ներդրումների վրա, այստեղ տարին կարևոր էր, որովհետև ունեցանք ոչ ֆինանսական ոլորտի թողարկումներ, որոնց հետ ակտիվ աշխատեցինք եւ տարին փակեցինք այդ առումով բավականին հաջող 3 նոր ոչ ֆինանսական թողարկումներ ունեցանք մեր ֆոնդերում։ Տարին կարևոր էր նաեւ նրանով, որ արտարժույթի հեջավորման հնարավորությունները մեր ֆոնդում ավելացրեցինք։ Գիտեք, որ ֆոնդի ակտիվների շուրջ 1/3-ը ներդրված է արտասահմանում։ Դրանք ձեռք են բերվում սովորաբար դոլարի, եվրոյի կամ տարբեր արժույթների միջոցով, եւ ռիսկը նա է, երբ որ դրամը արժևորվում է, ինչպես մենք տեսնում ենք, մեր օրերում, դա կարող է վնասաբեր լինել կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության վրա, հետեւաբար այս հեջավորման գործիքները, որ մենք դեռևս 22 թվականին ներդրեցինք եւ 25-ին դրանց շրջանակը ընդլայնեցինք, նպաստում են, օգնում են, որպեսզի այդ ռիսկերը, արժևորման ռիսկերը կարողանանք ավելի լավ կառավարել։ Գործարքը կնքեցինք ազգային հիպոթեկային ընկերության հետ, սկզբում դա վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկներ, 25-ին ընդլայնեցինք եւ հույսով եմ, որ մոտ ապագայում եւս մեր գործընկերների շրջանակը այս առումով կընդլայնենք։ Հաջորդ կարևոր գործիքը դա GMRA, դա հակադարձ ռեպո գործարքների միջազգային շրջանակն է։ Այդ շրջանակում մի քանի գործարք ընկեցինք վերակառուցման զարգացման եվրոպական բանկի հետ, որը շատ կարևոր է իր ասվելիության, եկամտաբերության կառավարման, արդյունավետության բարձրացման առումով։ Եվ վերջինը, որ կուզեի ընդգծել, հատուկ 25 թվականին, որ տեղի ունեցավ, դա գիտեք, օրենսդրական փոփոխությունների արդյունքում կենսաթոշակային ֆոնդերը այժմ հնարավորություն ունեն ուղիղ ներդրում կատարելու տնտեսության իրական հատվածում եւ հետեւելով այդ փոփոխություններին ընկերությունները ել ավելի հզորացրեց, զարգացրեց իր ներքին կարողությունները, որպեսզի ունենա գործիքակազմ, հնարավորություններ, կարողություններ Հայաստանում այդ փորձը տեղայնացնելու, ամունձի փորձը տեղայնացնելու եւ ներդրումներ իրականացնելու համար։ Եվ այս առումով բավականին դրական զարգացումներ ունենք, հույսով եմ, որ շուտով դրա մասին հանրությանը տեղյակ կպահենք։ Եթե անցնենք առաջ ընդհանուր ֆոնդերի ներդրումները ներկայացնենք, 3 ֆոնդերի, այստեղ դուք կարող եք տեսնել բաշխվածությունը 3 ֆոնդերի դեպքում ինչպես է իրականացվել, ներդրումները բավականին լավ դիվերսիֆիկացված են թե Հայաստանում, որի մասին քիչ առաջ խոսեցինք, դրանք ըստ թողարկողների, ըստ գործիքների, ինչպես նաև Հայաստանի սահմաններից դուրս, ըստ աշխարհագրություններ, ակտիվների դասեր, արժույթներ, սեկտորներ, այս առումով բավականին լավ դիվերսիֆիկացիա ունենք։ Իսկ եթե հիմա փորձենք կենտրոնանալ միայն հայաստանյան ներդրումների վրա, դրանց ծավալը կազմել է 492 միլիարդ, եթե հաջորդ սլայդ տեղափոխվենք, եւ այստեղ տեսնում ենք հայաստանյան ներդրումների մեջ այն գործիքները եւ այն գործընկերները, ում հետ աշխատել ենք, այստեղ կարող եք տեսնել բազմաթիվ նոր անուններ, որոնք նախկինում չունեինք։ Եթե առաջ գնանք եւ խոսենք արտասահմանյան ներդրումների մասին, տարեվերջի դրությամբ դրանք կազմել են 258 միլիարդ եւ այստեղ տեսնում ենք, թե ինչպես են դրանք դիվերսիֆիկացված ըստ սեկտորների, ըստ արժույթների ամբողջ աշխարհով մեկ, ԱՄՆ-ից մինչև Նոր Զելանդիա, տարբեր արժույթներ, տարբեր ակտիվների դասեր եւ տարբեր սեկտորներ։ Եկամտաբերության մասին խոսելով, եթե առաջ գնանք, տարին բավականին նպաստավոր էր, քանի որ եւ մեր հայաստանյան ակտիվները եւ արտասահմանյան ակտիվները բավականին լավ վարկագիծ ունեցան գների աճի առումով եւ տարին փակեցինք 10-12% եկամտաբերության շրջանակում, պահպանողական ֆոնդի դեպքում դրանք 12% են, սա պետք է կարևորել նաեւ ռիսկերի կառավարման պատշաճ մակարդակի պայմաններում, այսինքն տատանողականության պատշաճ կառավարման մակարդակում ենք այս արդյունքը ունեցել եւ լինելով միևնույն ժամանակ բավականին սելեկտիվ այն ընկերությունների եւ գործիքների առումով, որտեղ մենք ներդրում ենք կատարում, սա բավականին բարձր ցուցանիշ է, որը միջին տարեկան եթե դիտարկենք 7.5-ից 8.2% միջին տարեկան եկամտաբերություն ստեղծման պահից վերջի 10-12 տարիների համար։ Եվ վերջում եթե խոսենք ընդհանուր որ ակտիվների դասերն են նպաստել այդ 12% եկամտաբերությանը, եթե պահպանողական ֆոնդին նայենք, միայն 25 թվականի համար, ապա այստեղ կարող ենք տեսնել այս գրաֆիկում, որ հիմնական նպաստումը եկել է հայաստանյան ակտիվներից,
65% հայաստանյան ակտիվներն են նպաստել 25 թվի եկամտաբերությանը, 35% նպաստում է եկել է մեր արտասահմանյան ներդրումներից, եւ այստեղ կարող ենք տեսնել, որ հիմնական արդեն հայաստանյանի մեջ որ ակտիվներն են, հիմնականում պետական պարտատոմսերն են, որոնք միջին եթե 25 թվականին նայենք, պետական պարտատոմսերի եկամտաբերությունը կազմել է 15 ավելի քան 15% եւ էականորեն նպաստել են ֆոնդի ընդհանուր եկամտաբերությանը եւ արտասահմանյան ներդրումների մեջ դրանք բաժնետոմսերն են, բոլորիս կարծում եմ լավ հայտնի է արհեստական բանականության հետ հիմնականում պայմանավորված այն բումը, որ բաժնետոմսերի շուկաները այսօր ունեն եւ դա եւս մեր ֆոնդերը եւս զերծ չեն մնացել այդ հնարավորություններից եւ մեր արտասահմանյան ներդրումները ներդրված են այդ ոլորտի ընկերություններում, որոնք էլ եւ ապահովել են երկնիշ եկամտաբերություն 25 թվականի ընթացքում։